ձեզ իմ շատ սիրելի բարեկամներ։ Նորից միասին ենք այսօր իմ խոհանոցում ու միասին պատրաստելու ենք շատ համեղ կեքսիկներ։ Կեքս ենք պատրաստելու ուղղակի փոքր չափերի եւ շատ գեղեցիկ է, հետաքրքիր եւ համեղ իհարկե։ Մեզ հարկավոր է այդ համեղ խմորեղենը պատրաստելու համար ձու ալյուր, շաքարավազ, 50 գրամ նուշի քերուկ է մեզ հարկավոր, կեֆիր կամ մածուն, ինչպես որ կուզեիք, լավ կլինի, որ քիչ յուղանյության մածուն ունենաք, ուրեմն փխրեցուցիչ է հարկավոր, վանիլի, կարակ սենյակային ջերմաստիճանի 80 գրամ եւ մեզ հարկավոր է լորամիրգ։ Լորամիրգը դա կլուկվան է, ինձ թվում է բոլորդ էլ գիտեք, մի փոքր թթվաշ, բայց շատ պետքական, առողջարար, հատապտուղ է սա ու շատ համեղ է լինում այս կեքսը հենց լորամիրգով։ Ուրեմն սկզբի համար մեզ հարկավոր է ձուն եւ շաքարավազը միասին հարել։ Բարեկամներիս այնքան ենք հարելու, որ ունենանք խիտ, սպիտակ, փրփրուն, զանգված։ Հարել եմ արդեն, մոտ 5 րոպե հարել եմ եւ ստացել եմ այսպիսի սպիտակ, տեսնում եք։ Սպիտակ, գեղեցիկ, փրփրուն, հեղուկ զանգված։ Ուրեմն ավելացնում ենք կարակը, շատ թույլ կարակ է մեզ հարկավոր, վանիլինն ենք ավելացնում, փխրեցուցիչը, մածունի մեջ ենք գցնում կամ կեֆիրի, փոքր, այսպես կարծես լուծում ենք, եւ ավելացնում ենք ընդհանուր զանգվածի վրա։ Ավելացնում ենք լորամիրգը, մեզ 300 գրամ լորամիրգ է հարկավոր, նույնիսկ այսպես մի թեթև խառնում ենք, ստանում ենք, տեսեք, այսպիսի խտության խմոր, մի փոքր ծորում է։ Այս կեքսերը, կեքսիկները փոքր կարող ենք թխել եւ այսպիսի թղթյա տարաների մեջ գիտեք արդեն կեքսի համար նախատեսված եւ այսպիսի տարաների մեջ ես երկուսն էլ կանեմ, որպեսզի դուք տեսնեք, որ երկու ձևն էլ շատ լավ է ստացվում։ Ուրեմն լցնելու ենք այս տարայի կեսից մի փոքր շատ, կեսից մի փոքր բարձր։ Մոտավորապես 2,5 ճաշի գթան, այսպես։ Բարեկամներիս խորհուրդ չեմ տա շաքարի չափաբաժինը քչացնել, քանի որ գիտենք լորամիրգը թթվաշ է, ու որպեսզի խմորեղենը ունենա իր հաճելի այսպես մի փոքր քաղցրություն, ուրեմն շաքարի չափաբաժինը խնդրում եմ նույնը թողել։ Եվ իհարկե սիլիկոնի այս ամանների մեջ։ Վերջում արդեն ավելացնում ենք այսպես առատ նուշի քերուկը, նուշի փաթիլները, այսպես ասած։
թխելու ենք 180 աստիճանի տակ, ես արդեն միացրել եմ, ջեռոցը տաք է, վերև ներքև ռեժիմով, բաղադրատոմսը անպայման կտեղադրեմ բաղադրատոմսերի բաժնում։ Բարեկամներս, ուզում եմ ձեզ ցույց տալ իմ ձմեռային ծաղիկները, հիմա արդեն կարող է ինչ տեսք ունեն, որքան են կարողացել ապրել, տանել այս ձմեռը, այս մեկը փունջը շատ լավ է մնացել, սրանք այդքան էլ լավ չեն, բայց կանաչեն, ինձ թվում է կծաղկեն այս կանաչ մասերը, ծաղիկներն են, տեսնում եք, այդքան էլ լավ չմնացին ձմռանը, դե իհարկե այս տարի շատ անձրև եկավ ձմռանը ու այդ թացությունից ավելի շատ սառեցին, տեսնում եք, այսպիսի գեղեցիկ պայծառ եղանակ է այսօր մեզ մոտ, այս մի ճյուղն էլ շատ լավ է մնացել, սա էլ, տեսնենք ինչպես կլինի, եթե սկսեն ակտիվ կանաչել ու ծաղկել, ապա անպայման կթողնեմ, եթե չէ նոր ծաղիկներ կգնեմ, որպեսզի պատշգամբը գեղեցիկ լինի, գիտեք, որ ես շատ եմ սիրում, երբ պատշգամբում գեղեցիկ ծաղիկներ են լինում, մեծ հաճույք եմ ստանում, իհարկե ամուսինս էլ շատ էր սիրում, այսպես բարեկամներս, սա էլ մեր գարնանային այսպիսի պայծառ եղանակ է, տեսնում եք, այսպիսի գեղեցիկ կեքսիկներ ենք ստացել, սա էլ թեթև, շատ լավն են, շատ ու շատ համեղ են, հիմա կտրեմ, տեսեք, մի փոքր էլ շաքարի փոշի ենք անելու, շատ քիչ, և կիսենք արդեն, տեսեք, պատկերացնում եք որքան համեղ կլինի, ուզում եմ իմ շնորհակալությունը հայտնել, խնդրում եմ դիտեք մինչև վերջ, որպեսզի դիտում համարվի ու շնորհակալ եմ, որ շատ գեղեցիկ մեկնաբանություններ եք գրում, հուսով եմ անպայման կփորձեք, որովհետև իրականում շատ համեղ է և շատ տեսքով, շատ գեղեցիկ խմորեղեն ենք ստանում և շատ հեշտ առանց մեծ դժվարության և առանց շատ բաղադրիչների։ Շնորհակալ եմ բոլորիցդ, սիրում եմ բոլորիդ, ցտեսություն, մինչ նոր համեղ հանդիպում իմ խոհանոցում։